Գարնանային եւ ամառային ամիսներին սկսում են ակտիվանալ սեզոնային ալերգենները եւ սրվում են շատ ու շատ ալերգիկ հիվանդություններ, որոնցից մեկն էլ հենց ալերգիկ ռինիտն է։ Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է ալերգենի էքսպոզիցիայի արդյունքում։ Այն արտահայտվում է քթահոսությամբ, փռշտոցներով, քթի փակվածությամբ, քորով, քթում, կոկորտում եւ ականջներում։ Կարող է ուղեկցվել նաեւ ալերգիկ կոնյունկտիվիտով, որի ախտանշաններն են աչքերի քորը, արցունքահոսությունը, կարմրությունը եւ այլն։ Ալերգիկ ռինիտի հիմնական պատճառական գործոնը ծաղկափոշին է։ Ախտորոշումը կատարվում է սպეციფიկ իմունոգլոբուլին Է-ի որոշմամբ արյան մեջ կամ մաշկային բրիկ թեստերի միջոցով, իսկ բուժումը հակահիստամինային պրեպարատներով եւ ներքթային, այսինքն ինտրանազալ կորտիկոստերոիդային սպրեյներով։ Ալերգենների լիակատար էլիմինացիան իհարկե հնարավոր չէ, քանի որ նրանք շատ փոքր մասնիկներ են, որոնք տարածվում են կիլոմետրեր քամու միջոցով, սակայն հնարավոր է դրանցից փոքր-ինչ խուսափել, օգտագործելով ֆիլտրեր տանը եւ պահելով օդը խոնավ տանը աշխատավայրում, փակ տարածքներում։ Ծովափնյա տարածքներում ալերգիկ ռինիտի գանգատները նվազում են։ Պատճառը օդի խոնավությունն է, ինչի պայմաններում ալերգենները ծանրանում են եւ իջնում ներքև, ինչպես նաեւ քթի լորձաթաղանթի խոնավությունը, որը արգելակում է ալերգենների ներթափանցումը։ Ալերգիկ ռինիտին հարող մի շատ հետաքրքիր համախտանիշ է օրալ ալերգիկ համախտանիշը։ Այն առաջանում է թարմ միրգ եւ բանջարեղեն ուտելուց հետո։ Ուղեկցվում է բերանի խոռոչում, ըմպանում եւ կոկորտում քորով եւ թեթևակի այտուցի առաջացմամբ։ Գանգատները սակայն չեն առաջանում, եթե միրգը եւ բանջարեղենը օգտագործվում է ջերմամշակում անցած վիճակում։ Գարնանային եւ ամառային ամիսներին կարող է սրվել նաեւ բրոնխիալ ասթման։ Այն արտահայտվում է հազով, թափանցիկ խորխարտադրությամբ, խզոցներով, կրծքավանդակի սեղմոցով, ֆիզիկական ակտիվության սահմանափակմամբ։ Ատոպիկ դերմատիտի սրացումը, ինչին հատկանշական են սաստիկ քորը եւ սպეციფიկ ցանավորման առաջացումը, նույնպես կարող է լինել գարնան ամիսներին։ Պետք է մեծ տեղ տալ խոնավացնողների օգտագործմանը, իսկ վերքերի առաջացման դեպքում արդեն դիմել բժշկի, հետագա բարդություններից, օրինակ երկրորդային ինֆեկցիումից խուսափելու համար։ Չի կարելի չխոսել նաև ինսեկտային ալերգիայի մասին, որը ալերգիկ ռեակցիան է մեղուների կամ կրետների խայթի նկատմամբ։ Գարնան եւ ամռան ամիսներին մարդիկ ավելի շատ ժամանակ են սկսում անցկացնել բաց տարածքներում։ Ինսեկտների ակտիվությունն էլ մեծանում է, ինչը մեծացնում է խայթի հավանականությունը։ Ինսեկտի խայթը կարող է ուղեկցվել թեթևակի ցանով կամ առաջացնել ծանրագույն վիճակ՝ անաֆիլաքսիա։ Հաստատված ինսեկտային ալերգիայով անձինք պետք է կրեն ադրենալինի ինքնաներարկիչ, կյանքին վտանգ սպառնացող բարդություններից խուսափելու համար։ Գաղտնիք չէ, որ ալերգիկ հիվանդությունների քանակը գնալով մեծանում է։ Խորհուրդ է տրվում ախտանիշների զարգացման դեպքում դիմել բժշկի, ճշգրիտ ախտորոշման եւ բուժման նպատակով։